Ողջույն սիրելիներս, այսօր ձեզ եմ ներկայացնում հայկական խոհանոցի ավանդական կերակրատեսակներից մեկը թանապուր։ Այս տարբերակով պատրաստվածը երբեք չի կտրվում, խառնելու կարիք չկա և պատրաստ է լինում 15 րոպեում, նաև անչափ համեղ է ստացվում։ Դե ինչ, սկսենք պատրաստելը։ Այստեղ ունեմ 800 մլ մածուն, 500 գրամ քամած մածուն, 1 ձու և ավելացնում եմ 2 ճաշի գդալ ալյուր։ Պետք է այնքան լավ խառնենք, որպեսզի բոլոր բաղադրիչները մի լավ խառնված լինեն և համասեռ զանգված ստանանք։ Կարող եք նաև ավելացնել թթվասեր, բայց իմ դեպքում ես սիրում եմ, որ միայն քամած մածունով և մածունով է պատրաստված լինում, բայց դուք կարող եք ավելացնել։ Ահա այսպիսի տեսք պետք է ունենա խառնած վիճակում։ Նախապես ջուրը եռացրել եմ, ահա եռման ջուր է, այսպես քիչ-քիչ ենք ավելացնում, մի քիչ ավելացնում ենք խառնում, նորից կրկին ավելացնում, միանգամից մի ավելացրեք, և այն գաղտնիքը, որը որ չի կտրվում մեր թանապուրը, նաև կախված է սրանից, որովհետև մենք սառը ջուր չենք ավելացնում, կրակին դնում և կողքը խառնում, մինչև պատրաստ լինի, այլ միանգամից հենց այսպես եռման ջրով բացում ենք մածունը և մնացած բաղադրիչները այնուհետև կդնենք կրակին, որպեսզի եռա։ Արդեն իսկ դրեցի կրակին, որպեսզի եփենք մեր համեղ թանապուրը։ Ինչպես տեսնում եք, խտությունը հիանալի է, ոչ շատ ջրիկ է, ոչ էլ շատ խիտ։ Ահա այսպիսի խտության պետք է լինի։ Այստեղ ուզում եմ նշել կարևոր պայման, ինչպես տեսնում եք, փայտյա գդալ է, այդ փայտյա գդալը թողնելու եմ մեջը մնա ամբողջ եփվելու ընթացքում, այսինքն չենք հանում, չենք խառնում, ուղղակի թողում ենք մնա հենց այսպես։ Ավելացնում ենք նախապես եփված ձավարը կամ բրինձը, ես այս անգամ պատրաստում եմ շագանակագույն բրնձով, նախապես լվացել եմ և եփել, մեկ բաժակից մի փոքր ավելի քիչ քանակությամբ, այնուհետև եփված վիճակով ավելացնում ենք։ Ես որ օրը որ գիտեմ պետք է պատրաստեմ թանապուր, անպայման նախապես ունենում եմ եփված բրինձը կամ ձավարը։ Ահա այսպես ավելացնում ենք, մի հատ խառնում ենք և թողնում ենք, որպեսզի արդեն իսկ եռա։ Հիմա լավ տաքացրած թավայի մեջ ավելացնում ենք բուսայուղ, այնուհետև 50 գրամ մանր կտրտած սոխը և սկսում ենք տապակել այնքան ժամանակ, մինչև որ կստանա ոսկեգույն երանգ։ Միգուցե շատերի համար այս տարբերակը թվա նորություն, բայց ասեմ, որ այս տարբերակով տապակած սոխով շատ համեղ է ստացվում, անպայման դուք էլ փորձեք։ Այս տարբերակով մայրիկս էր պատրաստում և իմ համար ամենահամեղ տարբերակն է։ Ինչպես տեսնում եք, արդեն մի փոքր վարդագույն երանգ ստացավ և եռում է թանապուրը, հենց այդ ժամանակ էլ ավելացնում ենք սոխը։ Եթե սոխ չեք սիրում, ապա կարող եք ուղղակի եռալուց հետո մի կտոր կարագ ավելացնել և ձեր նախընտրած համեմունքներն ավելացնել։ Ես պատրաստում եմ երկու տարբերակով, առաջին տարբերակը այսպես սոխով տարբերակն է, իսկ մյուս տարբերակը ուղղակի կարագ եմ ավելացնում և կանաչիների նախընտրությունը տալիս եմ այդ դեպքում անանուխին, այսինքն չորացրած անանուխ եմ ավելացնում, իսկ հիմա այսպես սոխով տարբերակին սիրում եմ, որ լինի կտրտած համեմ։ Ահա և ավելացնում ենք կտրտած համեմը և կխառնենք ու շատ արագ պատրաստ կլինի մեր անչափ համեղ թանապուրը, ինչպես տեսաք, ընթացքում խառնելու կարիք չկա, մոտը կանգնելու կարիք չկա և իհարկե պատրաստ է լինում 15 րոպեում։ Դե ինչ, հիմա վերջում ավելացնում ենք աղը, խորհուրդ եմ տալիս սկզբում չավելացնել, այլ միայն երբ որ պատրաստ է, այն ժամանակ ենք ավելացնում աղը։ Եվ այստեղ ուզում եմ նաև նշել կարևոր գաղտնիք, երբեք փակ կափարիչով մի պատրաստեք թանապուր, այլ միշտ պատրաստեք բաց կափարիչով, ընթացքում այն գոլորշիները ջուրը հավաքված լցվում է թանապուրի մեջ և կարող է դա էլ պատճառ դառնալ, որպեսզի ձեր թանապուրը կտրվի։ Դե ինչ, արդեն իսկ տեղափոխեցի մատուցվող ափսեի մեջ, իդեպ շատ համեղ է ստացվել, անպայման դուք էլ փորձեք, եթե հավանել եք տեսանյութը, խնդրում եմ չմոռանաք սեղմել լայք։
Եթե առաջին անգամ եք ալիքում, բաժանորդագրվեք նաև սեղմեք զանգակ կոճակին։ Ուզում եմ բոլորիդ շնորհավորել ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթել, որ այս տարին լինի խաղաղ, առողջ, օրհնված և անկորուստ տարի։ Շնորհակալություն ձեր դիտումների համար, նաև մեկնաբանությունների համար։ Ցտեսություն, կհանդիպենք շուտով։